Բարի երեկո։ Օրվա թիվ 1 իրադարձությունն իհարկե Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունն է, ողբերգություն բառից բուն իմաստով եւ օրը ցերեկով իր տան մեջ գնդակարվում է մի ողջ ընտանիք։ Դժվար է իհարկե բառերով նկարագրել, մնում է մեկ անգամ եւս ցավակցել զոհվածների հարազատներին եւ հույս ունենալ, որ տեղի ունեցածը կունենա նաեւ համապատասխան իրավական գնահատական։ Իսկ սպանված ընտանիքը սովորական գյումրեցի մի ընտանիք էր, որ ապրում էր հիմնականում արտագնա աշխատանքով։ Այսօրվա մեր զրույցի թեման հենց արտագնա աշխատանքն է կամ ավելի ճիշտ աշխատանքային միգրացիան։ Մեծ գաղտնիք բացած չեմ լինի կամ հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը ավելի շատ հետաքրքրում էր այս կատեգորիայի մարդկանց, ովքեր զբաղվում են արտագնա աշխատանքով, եւ մտայնություն կար, թե Հայաստանի անդամակցությունից հետո բոլոր կարգի դժվարությունները, խոչընդոտները վերանալու են, մարդիկ գնալու են, աշխատեն, վերադառնան կամ երկար մնան աշխատեն եւ այլն, բայց արի ու տես, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունները եւ մասնավորապես այն օրենքը, որ ուժի մեջ մտավ հունվարի 10-ից, շփոթ է առաջացրել եւ մի շարք հարցականներ, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Օրենքը, հիշեցնեմ, թույլ է տալիս Ռուսաստանում գտնվելու կանոնակարգի խախտման համար 10 տարով արգելել աշխատանքային ներգաղթյալների մուտքի իրավունքը այդ երկիր։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ։ Բարի երեկո, պարոն Եգանյան։ Բարի ձեզ։ Պաստորեն, ի տարբերություն մեր եւ հատկապես արտագնա աշխատանքի մեկնողների մտայնությունների Ռուսաստանի Դաշնությունը ավելի կոշտացնում է իր միգրացիոն քաղաքականությունը այս օրենքով նկատի ունեմ, թե դուք այդ կարծիքին չեք։ Ինչպես ձեր հարցին անդրադառնալը, ես նույնպես ցանկանում եմ իմ ցավակցություններս հայտնել այս ողբերգության ուրեմն ընտանիքի անդամներին եւ ես նույնպես ցնցված եմ այս սառնկծեցուցիչ արարքի կապակցությամբ։ Հիմա բուն ձեր հարցի հետ կապված Եթե ուշադրությամբ նայենք վերջի 2 տարիների այս ոլորտում Ռուսաստանի վարվող քաղաքականություն, ապա մեկ բառով այն կարելի է բնութագրել որպես խստացում։ Բոլոր հնարավոր ուրեմն օրենսդրական ճանապարհները կիրառվում է, օգտագործվում է, որպեսզի հնարավորինս քչացվի անկանոն միգրացիոն հոսքերը, հնարավորինս պակասացվի միգրացիոն կանոնները խախտողների Ռուսաստանում գտնվելը։ Եվ այդ շարքի հերթական ուրեմն քայլը, հերթական ուրեմն միջոցառումը, եթե բառը կարելի է օգտագործել, դա դեկտեմբերի 31-ին տարեվերջին ընդունված օրենքն էր։ Օրենք, որով ուրեմն անհավանական թվացող մեծ տևողությամբ պատժամիջոցներ է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում գտնվում են թույլատրված ժամկետից երկար ժամանակով։ Սա իհարկե նոր բան չի, այստեղ մի կարևոր ուրեմն բայց կա։ Նմանատիպ նորմ նախկինում էլ գոյություն ուներ, բայց նմանատիպ ուրեմն նորմը գործում էր միայն 30 օրից ուրեմն ավելի ժամկետով գտնվելու պարագայում եւ միատեսակ պատիժեր։ Եվ միատեսակ պատիժեր ընդամենը 3 տարի, շատ ճիշտ եք։ Հիմա դասակարգում է մտցվել, կապվել է պատժամիջոցը այդ տևողության ժամկետի հետ, ինչքան երկար է անկանոն ձևով մնացել, այնքան ուրեմն սպասվելիք կիրառվելիք պատժամիջոցը այնքան խիստ է լինելու։ 180-ից եթե 270 օր տևողությամբ այդ շրջանում այդ միջակայքում է ուրեմն անձը գտնվել Ռուսաստանում առանց դրա իրավունք ունենալու, այդ դեպքում նրա մուտքը կարգելվի 5 տարի ժամկետով։ 270 օրից ավել, եթե ժամկետով է գտնվել, այդ դեպքում 10 տարի։ Եվ գիտեք ինչ, սա նորից եմ ասում, միտված է անկանոն միգրացիայի եւ հատկապես անկանոն աշխատանքային միգրացիայի ուրեմն դեմ ուրեմն պայքարին եւ անձը եթե 10 տարով արգելվում է, իսկ աշխատունակ տարիքը անձի հնարավորություն է տալիս 40 տարվա որպես միջին վերիվարու, ասենք թե գործունեություն ծավալ 25% է այդ աշխատանքային տարիքների արդեն չի կարող Ռուսաստանի հետ կապել, որ գործունեություն տեղ ծավալի։ Խիստ է, բայց դա պայմանավորված է իրենց ներքին խնդիրներով եւ ցանկացած երկիր իր օրենսդրությունը առաջերտին ծառայեցնում է։ Հասկանալի է, յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությունն ունի եւ ծառայեցնում է իր նպատակներին, իր կողմից վարվող քաղաքականություն ունի, բայց կարծում եք սա տեղավորվում է եվրասիական տնտեսական ինտեգրացիոն այս տրամաբանության մեջ։
Սա որևէ կապ չունի Եվրասիական տնտեսական ուրեմն միության ձևավորման հետ։ Միությունը դա ուրեմն տնտեսական համագործակցության խորացում, ընդլայնում, ապրանքներ, ֆինանսական հոսքեր, ծառայություններ եւ աշխատուժ։ Այս համատեքստի մեջ է, ուրեմն հիմա նայենք այս համատեքստում։ Չէ, սա անկանոն միգրացիան տարբեր դրսևորումներ, տարբեր երեսներ ունի, կա աշխատանքային միգրացիա, կա անկանոն միգրացիա, կա միգրացիայի, ասենք թե ապաստանի հոսքեր, եւ եթե միտեղ վարվում ես ինչ-որ մի քիչ չի նշանակում, որ մյուս միգրացիոն երևույթի նկատմամբ պետքա նմանատիպ որոշում ունենաս։ Այսինքն կարող ես խստացնել անկանոն միգրացիայի դեմ պայքարը, բայց դյուրացնել աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերը։ Մասնավորապես Եվրասիական տնտեսական միություն հենց դրան է ծառայում։ Ինչպես է դա տեղի ունեցել։ Օրինակներով ցույց տանք, ինչ է փոխվել։ Կոնկրետ աշխատանքային միգրացիայի մասով ինչ է փոխվել, ինչ է հեշտացվել, ինչ է դժվարացվել։ Մինչև Ռուսաստանի օրինակը տամ, Հայաստան-Ռուսաստան ուրեմն այս հարաբերակցության մեջ է, որ հասկանալ լինի։ Անցած տարի մեր քաղաքացին Ռուսաստանում գործունեություն ծավալելիս աշխատանքային պետք է ուրեմն առանձին ընթացակարգով դիմեր եւ ստանար կամ թույլտվություն աշխատանքի կամ պատենտ, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, վճարելով նաեւ պետական տուրք։ Հիմա մեր քաղաքացիների համար այս թույլատվությունների, պատենտների ստանալու համակարգը ամբողջությամբ վերացվել է։ Միասնական աշխատաշուկա է, աշխատաշուկայում բոլոր երկրների քաղաքացիները համահավասար իրավունքներ ունեն։ Եվրասիական տնտեսական բոլոր Հայաստանի քաղաքացին Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային գործունեություն ծավալելիս նույն իրավունքներն ունի, ինչ որ Ռուսաստանի քաղաքացին։ Ռուսաստանի քաղաքացին նույնպես թույլատվություն չի վերցնում։ Ուրեմն բավականին դյուրացավ աշխատանքային գործունեություն ծավալելը։ Միայն հաշվարկներ եմ կատարել, ուրեմն պետական տուրքերը չվճարելու շնորհիվ, 16 միլիոն դոլարի տնտեսում է մեր քաղաքացիների մոտ առաջանալու։ Անցած տարի մոտ 250,000 այդ տուրքերը վերացվել են ամբողջությամբ։ Քանի որ չկա այդ թույլատվություն, այդ պատենտը մեր քաղաքացիների, 16 միլիոնի միայն տնտեսում գնալու է մեր քաղաքացիների գրպանում։ Գումարենք դրան, որ աշխատանքային միգրանտը իր պայմանագրի գործունեության ժամկետում, պայմանագիրը կարող է 1 տարի, 3 տարի, 5 տարի, համարվում է ոչ միայն ինքը, այլ նաև իր ընտանիքի բոլոր անդամները օրինական գտնվող Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այստեղ 1-2 բացատրության կարիք կա։ Նախ աշխատանքային պայմանագիր ասում եք 1 տարի, 3 տարի, 5 տարի, դա մինիմում եւ մաքսիմում ժամանակահատված սահմանված է, թե կարող է լինել անverջ երկար աշխատանքային պայմանագրի։ Ռուսաստանի աշխատանքային օրենսդրությամբ է այդ հարցը կարգավորված, դա գործատու եւ աշխատող այդ փոխադարձ համաձայնության գործատուն քանի տարով ուզենա կարող է կնքել եւ այդտեղ որևէ խնդիր չկա։ Բայց որպես կանոն 3 տարի, 5 տարի է, դա ավելից հաճախ պատահող դեպքի մասին եմ էլի խոսում։ Հա, պրակտիկայում 3-ից 5 տարի է կամ 1 տարի, 3 տարի, այո։ Եվ ասում եք այդ ընթացքում աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամների կեցությունը համարվում է օրինական։ Այս պարագայում նրա ընտանիքի անդամների համար որևէ փաստաթղթային հիմնավորում պետք է թե պետք չի։ Այսինքն նրանք կանգնեցին փողոցում, ասացին ձեր փաստաթղթերը իմը ինչպես պիտի ինքը ապացուցի, որ ինքը աշխատանքային միգրանտի կին է կամ երեխա եւ իր կեցությունը այդ քաղաքում կամ այդ երկրում օրինական հիմքերի վրա։ Ուրեմն Ռուսաստան մուտք գործելիս միգրացիոն քարտ են լրացնում։ Միգրացիոն քարտի վրա համապատասխան կնիկ շտամպինգ է դրվում, պայմանագիրը ներկայացնելուց անշուշտ պետք է աշխատանքային պայմանագիրը ներկայացնես Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային ստորաբաժանում, որ երևա այս անձը կոնկրետ Պողոսյան Կիրակոսը աշխատանքային միգրանտ է եւ երևա նաեւ Կիրակոսի ընտանիքի անդամները, որ սա Կիրակոսի ընտանիքի անդամներն են։ Եվ այդ պարագայում նրանց ուրեմն այդ միգրացիոն քարտի վրա համապատասխան նշագրումներ, որ նրանք մինչև այսին ժամկետը օրինական են գտնվում Ռուսաստանի Դաշնությունում, որ որևէ մի ոստիկան փողոցում ձեր ասած բան ավելի, այսպես ասած օրինակի վերատնեմ կանգնացնելուց նրանք ցույց տան եւ դա համարվում է, որ իրենք արդեն օրինական են բնակվում։ Ես ավելի մասնավորեցնեմ հարցը։ Աշխատանքային միգրանտը մեկնեց Հայաստանից։ Վայրեջք կատարեց ինքնաթիռը օդանավակայանում։ Ինքը պարտավոր է բոլոր դեպքերում այդ միգրացիոն թերթիկը լրացնել։ Ինչ է նախատեսում, եթե չի լրացնում այդ թերթիկը։ Նայեք, մենք այդ հարցը ուրեմն նաև մեր գործընկերները ռուսների առաջ ենք դրել, այս նոր խաղի կանոնների պայմաններում
ինչ ուրեմն նոր կամ փոփոխվող հարցեր կարող են լինել, որ տեղեկացնեն մեր քաղաքացիներին։ Եվ իրաց պաշտոնական պարզաբանումը կա Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության, որ մեր քաղաքացիները, աշխատանքային միգրանտ քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության մուտք գործելուց, ինչպես մնացած բոլոր քաղաքացիները, միգրացիոն քարտը պիտի լրացնեն։ Եվ քարտի մեջ շատ կարևոր է եւ կուզենամ, որ օգտվելով այս հնարավորությունից, մեր քաղաքացիները քարտը լրացնելուց, որտեղ գրված է մեկնելու նպատակը, ցել պրիեզդը, աշխատանքի դիմաց համապատասխան նշումը կատարեն։ Պարզ բան է սա, մի բարդ բան չէ, այսօր էլ է դա գործում, նախկինում էր գործում, այսօր էլ է գործելու։ Եթե իջավ օդանավակայանում դուրս եկավ քաղաք եւ այդ քարտը չի լրացրել, ինքնաբերաբար ինքը դառնում է արդեն ոչ օրինական միգրանտ։ Չէ, առանց այդ քարտի ինքը չի մտնի, որովհետեւ սահմանային հսկողություն անցնելուց նաեւ այդ քարտն են։ Տեղեր կա, որ ավտոմատ է քարտը լրացվում, տեղեր կա ձեռքով է լրացվում։ Հիմա ինքը մտավ այդ քարտով։ Ինքը 90 օր յուրաքանչյուր անց կապ չունի աշխատանքային միգրանտ է, կապ չունի գնացել է իր երեխային տեսնելու, թե ուսանող է կամ բժշկության է գնացել։ 90 օր նա կարող է հանգիստ ապահով ապրել Ռուսաստանի Դաշնությունում, խնդիր չկա։ Որևէ մեկը չի համարի անօրինական։ Անօրինական։ Ինքը եթե 30 օրից ավել պիտի մնա այդ 90 օրի մասնի, այդ դեպքում նաև պետք է ինքը իր բնակության հասցեի մասին փոստային ուրեմն առաքման ճանապարհով տեղեկացնի միգրացիոն ծառայությանը, որ ես ապրում եմ ինչ հասցեով, սա ընդհանրապես уведомление ռուսերեն ասած տեղեկացում է, թույլատվության բան չկա։ 90 օրվա ընթացքում եթե պիտի աշխատի, ուրեմն աշխատանքային պայմանագիր պիտի ունենա, դա իրավաբանական անձի դեպքում կամ ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզիկական անձի մոտ, ասենք հողամասում պետք է նրա աշխատի, պետք է խնամի մեկին, ասենք թե կամ նմանատիպ այլ բան։ Այդ պայմանագիրը ուրեմն կնքեց եւ պայմանագրի մյուս կողմը կարող է լինել հայ գործատու, որոնք շատ կան։ Պայմանագիրը կնքվեց 1 տարի ժամկետով, որից է турք վճարելու խնդիր հարց չկա։ Այդ պայմանագրով պետք է ներկայանալ միգրացիոն ծառայություն, իր ընտանիքի անդամների նաև ուրեմն տվյալներն էլ հետը եւ միգրացիոն քարտերը, որտեղ այնտեղ ուրեմն այդ նշագրումները կկատարվի միգրացիոն քարտերի վրա, որով նրանք ուրեմն այդ ընթացքում համարվում են օրինական պայմանագիր կնքելու իրավունք ունեն միայն կազմակերպությունները, թե անհատ մասնավոր անձը։ Ուրեմն աշխատանքային պայմանագրի բարակայում գործատու աշխատանքային դա իրավաբանական անձի դեպքում աշխատանքային պայմանագիր եւ կարող է լինի ֆիզիկական անձի մոտ ծառայությունների քաղաքացիայի իրավական պայմանագիր կարող է լինել։ Երկուսը թույլատրվում է։ Հիմա եւ ստե մի կարևորելի ներբություն կա ի օգուտ մեր քաղաքացիների։ Անցած տարի հունվարից հիշում եք 170-90 օր այդ հարաբերակցությունը մտցվեց։ Էլի հերթական քայլեր անկանոն միգրացիայի դեմ պայքարում։ Եթե նախկինում մարդիկ ցանկացած անգամ կարող էին Ռուսաստանի սահմանը 1 օրով հատել, վերադառնալ եւ շարունակել հերթական 90 օր ապրել, այսինքն մշտապես չունենալով կացության որից է կարգավիճակ, դրա դեմ առնելու համար, դրա համար 170 օրվա մեջ ասած 90-ը դրսում, 90 օրը ներսում, հա։ Հիմա, երբ որ կա այս պայմանագիրը 3 տարով, այդ 3 տարվա ընթացքում եւ միգրանտը, եւ միգրանտի ընտանիքի անդամները ցանկացած անգամ կարող են դուրս գալ Ռուսաստանի Դաշնությունից, գալ Հայաստան եւ կրկին վերադառնալ կամ չգալու չգնալ։ Ընդհանրապես իրենց այսինքն այս 170-90 այդ հարաբերակցությունը իրենց հետ որևիցե առնչություն չունի։ Լավ, եթե կազմակերպություն է գործատուն եւ պայմանագիր է կնքում, հասկանալի է կնիքներ եւ այլն։ Իսկ եթե մասնավոր անձ է եւ պայմանագիր է ուզում կնքել, այդ դեպքում վավերացման խնդիր չի առաջանում։ Ուրեմն Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսդրում քաղաքացիայի իրավական ծառայությունների մատուցման այս պայմանագրի օրինակելի ձև եւ ինչ բաների պետք է դրույթներ ներառված լինեն, այնտեղ նախատեսված է։ Դրան պետք է համապատասխան լինի։ Դա որևիցե բարդություն ամեն դեպքում չկա, որովհետեւ դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի քաղաքացին ինքը նույն կարգով Ռուսաստանում գործունեության ծավալմանը։ Սա ոչ միայն աշխատանքային միգրանտներին, այլ բոլորին վերաբերող հարց է։ Այսինքն հիմա գործող օրենսդրությամբ մարդը գնաց պիտի անպայման լրացնի, սա մեկ, այդ միգրացիոն քարտը, բնական է, բոլոր 3 ամիս գտնվելու այնտեղ իրավունք ունի, 3 ամսվա ընթացքում պետք է աշխատանքային պայմանագիր ունենա եւ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ինքը օրինական է համարվում։ Եվ ընտանիքի անդամները, եւ դրա համար որևէ турք, որևէ թույլատվություն, որևէ բան չկա։ Այսինքն աշխատատեղ եղավ, ինքը կարող է Ռուսաստանի քաղաքացուց ավելի նախընտրելի լինել։
Լավ, իսկ այդ 10 տարվա սահմանափակումը արգելանք, այսինքն մնալու, եթե կեցության օրենքները խախտել ես, սա վերաբերում է հունվարի 1-ից հետո խախտողներին, թե մինչ այդ խախտածներին։ Հիմա օրենքը ուժի մեջ է մտել, ուրեմն հունվարի 10-ից։ Հունվարի 11-ին, եթե մեկի մոտ կա արդեն իսկ 180 օրվա կամ 270 օրվա, ուրեմն դրա նկատմամբ արդեն կիրառվի։ Մինչ այդ եթե խախտել ես, դրա նկատմամբ արդեն եթե հունվարի 11-ին քո մոտ երևում է, որ 273 օր ես արդեն խախտել, ուրեմն երբ որ դու դուրս եկար, ի դեպ համակարգը Ռուսաստանում մշակված է, աշխատում է, երբ որ անձը ելք է կատարում Ռուսաստանից, երբ որ սահմանահատում է կատարում, այդ ժամանակ ավտոմատ ինքնաբերաբար համակարգը ֆիքսում է նրա դուրս գալը եւ ավտոմատ նորից նաեւ ուրեմն ֆիքսում է արգելանքը արդեն տվյալ դեպքում 10 տարի։ Եվ սև ցուցակները այդպես են կազմվում։ Սև ցուցակ ասածը դա ժողովրդական լեզվով է, ուղղակի նրանք պայմանականորեն ասած։ Իսկ մոտավորապես այդ պայմանականորեն ասած սև ցուցակի մեջ Հայաստանի քանի քաղաքացի մոտավորապես Ես դժվարանամ ասեմ, որովհետև ես կարող եմ ասել ընդհանուրը ինչքան կա առանց երկրների ուրեմն դասակարգման։ Ուրեմն միայն արդեն ժամկետը խախտելու 3 միլիոնից ավել դեպքեր կան, որոնք տարբեր ժամկետներով են խախտել 30 օրից սկսած, մինչև կարող է 720 կամ 850 օր։ Լավ, 3 միլիոն, որից այստեղ ուշադիր 1 միլիոնը բաժին է ընկնում ավելի ծանր դեպքին, 270 եւ ավելի օր Այսինքն որոնք 10 տարի իրավունք չունեն։ Հիմա այդ անձիկ դեռ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Շատերի տեղը գտնվելու հայտնի չի։ Մուտքը հայտնի է, որ մտել է, մուտքի ժամանակ այսինչ հասցեով է գտնվել, բայց կարող է ընթացքում տարբեր հասցեներով եւ այլն տեղափոխություններ կատարված լինի։ Անձի մուտքը կարգելվի, երբ որ նա դուրս գա Ռուսաստանի Դաշնությունից։ Նաեւ իհարկե այստեղ ցուցակների հետ կապված մենք անցած տարի մի մեխանիզմ մշակեցինք եւ ռուսական կողմի հետ այդ մեխանիզմով փորձում ենք այս արգելանք ունեցող առանձին քաղաքացիներին օգնել։ Համաներման ինչ որ խնդիր։ Չէ, համաներման չէ, նայեք ինչ է։ Ռուսաստանի անցած տարի նախ մայիսին կառավարության հրավերով Հայաստանում էր ֆեդերալ միգրացիոն ծառայության տնօրենը Ռամադանովսկին եւ վարչապետի այդ հանդիպումների արդյունքում ուրեմն որոշվեց, որ ընդառաջ գնալ այսպիսի դեպքերին եւ անհատական հիմքով դիմումներ ուղարկել եւ իրանք անհատական հիմքով կնայեն նրա պատմությունը, ինչպիսի խախտումներ, երբ, ինչպիսի ուրեմն խստությամբ եւ այլն, եւ դրա հիման վրա կամ այո, ուրեմն կբացեն կհանեն արգելանք կամ ոչ կթողեն անփոփոխ։ Եվ դրա համար մշակվեց դիմումի հատուկ ձև, օրինակելի ձև։ Մեխանիզմ մշակվեց, որ անձիկ Երևան քաղաքում պետքա դիմումները ներկայացնեն միգրացիոն պետական ծառայություն։ Ձեր մոտ։ Մեր մոտ, այո։ Մենք դրա համար ուրեմն առանձին աշխատողներ առանձնացրեցինք, որոնք իրենց աշխատանքին զուգահեռ նաև այս գործն են կատարում, օգնում են մարդկանց, որոնք խախտողներ են հիմա, մի մասը կամա, մի մասը ակամա։ Եվ ուրեմն մեկիկ բացատրվում է անձանց ինչպես, ինչ է հնչոց է, ինչ եղանակով։ Նայվում է ուրեմն համապատասխան փաստաթղթերը ճիշտ ներկայացվեց թե ոչ։ Անձը նաև իր ձեռքով դիմում է գրում էլի Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության ղեկավարի անունով։ Այնուհետև դիմումները հավաքվում է, իմի է բերվում մարզերից, պետք չի մեզ մոտ գան, մարզերից ուրեմն դիմում են մարզպետարանների միջոցով։ Մարզպետարանները նույն գործընթացն են կատարում եւ ուղարկում է մարզպետը մեզ։ 15-20 օրը մեկ պարբերականությամբ մենք ընդհանրացնում ենք այդ ներկայացված դիմումները եւ կից գրությամբ ես ուղարկում եմ իմ գործընկերոջը խնդրելով ներողամտություն ցուցաբերել ցուցակում 150-200 անձ, ինչքան որ կստացվի, ներկայացված անձանց նկատմամբ եւ կցում եմ նաեւ նրանց ներկայացված փաստաթղթեր 1500-2000 էջանոց sense տրցակը ներկայացում է դիվանիրական խողովակով Ռուսաստան։ Ուրեմն մեխանիզմը աշխատում է, գործում է, որպես կանոն 3-3.5 ամսվա ընթացքում ստանում ենք պատասխաններ։ Պատասխանների մեջ ուրեմն դրական ելքով, որ ամենակարևորն է, մոտ 28%-ն է, 28%-ն է։ Մյուս պատասխանը, որ իրենք գրում են, որ հիմք չեն տեսել արգելանքը վերացնելու այդ։ Դա նշանակում է, ուրեմն խախտումները ըստ իրենց այնպեսին է, որ չի կարելի բա։ Մյուսը, որ ասենք էլի բացասական է, որ դատարանի վճռով է սա արգելանքը դրված եւ չի կարող ուրեմն գործադիր իշխանության մարմինը վերացնել դա։ Եվ մյուս պատասխանը, որ ասենք
միգրացիոն ծառայության որոշմամբ չի արգելանք, այլ ուրիշ իրավապահ մարմինների եւ նույնպես իրենց բանը չի։ Բայց ճիշտ է 28%-ը շատ ավելի մեծ լիներ, ավելի ցանկալի կլիներ, բայց թեկուզ այդ ոչ մեծ թվի պարագայում այս աշխատատար process-ը արժե կատարել, որովհետև շատերի համար ինչքան աշխատատար process է, ծառայության աշխատանք կարծես, հա, աշխատատարության առումով։ Սա մեծ թվով մարդկանց հետ մենք հիմա մինչև 3276 անձի դիմում ենք ներկայացել, դիմումները ստացել, մեկիկ նայել, ամփոփել, ուղարկելուց հետո մեկիկ նաև տեղեկացել։ Հասկանալի է, հիմա այդ մարդիկ խնդիրներ ունեն, երբ որ արդեն Հայաստանում են, բայց շատ դեպքերում մենք հիմա ինչքան ուզում մանրամասնորեն քննարկենք հնարավոր խոչընդոտները, հնարավոր խնդիրները, գիտակցված կամ չգիտակցված օրենքի խախտումները, որոնց հետևանքով մտնում են սև ցուցակ եւ երկրից դուրս գալուց հետո էլ հնարավորություն չեն գալիս ունենում եւ այլն։ Մարդկանց երևի թե օգնություն է պետք, աջակցություն է պետք, տեղեկատվական, խորհրդատվական աջակցություն է պետք հենց Ռուսաստանի Դաշնությունում, որովհետև բոլորը չէ որ կարող են այս օրենքները բոլորը անգիր իմանալ, հետո օրենքները արագ փոխվում են, փոփոխություններին հետևել, այսինքն մարդ պիտի իրավաբան լինի, փաստաբան ունենա, պաշտպան, որ այդ ամեն ինչին իրազեկված լինի եւ հստակ կատարի։ Ռուսաստանում նման խնդիրներ չունենալու համար մարդիկ ուր կարող են դիմել։ Նայեք, նախ ուրեմն ամեն մի անձ նաև ինքնապատասխանատվություն կրում, ասենք թե ստեղծված իրավիճակի համար, որովհետև ձեր պարագայում երևի որ մի այլ երկիր գնում եք, նախապես իմանում եք ձեր ստված ընձեռնված հնարավորությունները ինչքան, երբ եւ այլ եւ այլ։ Մարդը գնում է շինարարության վրա աշխատելու մենք միշտ բոլոր ճանապարհներով մարդկանց հորդորում ենք, խնդրում ենք, որ հետևեք ինչ պայմաններ են դեռ սահմանված եւ անպարտադիր կերպով պահպանեք։ Չպահպանեցիք անցանկալի վատ վիճակում կայտնաբերվեք։ Բայց եթե խնդիրների արժեվ են կա Ռուսաստանի, ինչ խորհուրդ կտամ։ Ռուսաստանի Դաշնություն դա բարագայում միգուցե ավելի դյուրին կլինի խնդրի ուրեմն միջամտելը, փորձել լուծելը, քան Հայաստանում գալ մեր այս խողովակով, այս մեխանիզմով 28% հավանադրական ելքով։ Դրա համար ուրեմն պետք է իրենք երևի թե ովքեր կասկածներ ունեն իրենց։ Շատերը ես տեղյակ եմ, որ վստահաբար գիտեն, որ իրանք ոչ թե կասկած, այլ վստահաբար իրանք այդ ցուցակների մեջ են։ Վստահաբար։ Ես իմ փորձից եմ ասում 3276 անձի դիմում եմ նայել, էլի որ պատկերացնեք։ Նրանց մեծ մասի հետ նաև անձնական զրույց եմ ունեցել։ Իրենք լավ կլինի ուրեմն իրենց տարածքի միգրացիոն ծառայություն այցելեն, իմանան ինչ է ինչոց է իրենց մոտ։ Սա մեկ։ Եվ փորձեն այնտեղ մեղմացուցիչ հանգամանքներ, եթե իրենց մոտ կա մեղմացուցիչ, օրինակ մեղմացուցիչ հանգամանքներ, նախորդ իրենց այցելությունների գտնվելու ժամանակ իրանք օրինապաշտ են եղել, բոլոր ընթացակարգերը ապահովել են։ Իրանք ունեն այնտեղ, ասենք, սեփական գործ, բիզնես եւ դրա համապատասխան ձևակերպումներ։ Իրանք նորմալ, ուրեմն, ասենք թե տուրք հարկեր վճարողներ են, որտեվ ամեն մի երկիր նախարարաշերտին փորձում է կանոնավոր դաշտում գտնվող անձանց նկատմամբ որոշակի դյուրություններ մտցվի։ Անկամ եթե ասենք թե տեսեք Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջերս համաներում հայտարարեցին անկանոն միգրանտների նկատմամբ։ Անկանոն միգրանտների Իսպանիան էլ երբեմն հայտարարում, Ֆրանսիան։ Առաջի պայմանը նա է, որ անձը այդ ինչ որ մի ժամանակվա ընթացքում 4-5 տարի ուրեմն ինքը ոչ մի կրիմինալ բան չունենա, պատմություն չունենա, որևիցե մի փոքրիկ անգամ զանցանք չունենա, հա։ Նույն պարագան էլ այստեղ է, այսինքն անձը պետքա ցույց տա, որ թեկուզ հիմա ինքը հայտնվել է այդ վիճակում, բայց ակամայից է ստացվել, որ ինքը նախկինում ուրեմն օրինապաշտ է եղել, դա որոշակի դրական վերաբերմունք կարող է իրեն մոտ, բայց սա ակնկալելու ընդհանրապես հարց է։ Չեմ բացառում նաև այնտեղ նաև դատական վիճարկման, բայց դատական վիճարկելուց պետք է ինքը լուրջ հիմքեր ունենա, եթե չունի, եթե ինքը հասկանում եմ, բայց մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները, շահերը եւ պաշտպանությունը չի կարող ավելի լավ անել, ասենք, մեր պետական կառույցը, քան թե ռուսական։ Ես նկատի ունեմ մեր դեսպանատները հնարավորություն չունեն, ասենք ինչ եմ ուզում ասել, հիմա գիտեմ, որ չկա, բայց նպատակահարմար չեք գտնում արդյոք դուք բարձրացնեք այդ հարցը, եթե դրա անհրաժեշտությունը զգում եք, ասենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը լինի աշխատանքային հարցով կցորդ, որը կզբաղվի հարցերով։ Դա ուրիշ հարց, մեկ այդ հարցին ժամանակին անդրադարձում թերևս 2004-5 թվականներին, հա, եւ դա իհարկե
ըստ իմ կարծիքը, իմ անձնական սուբյեկտիվ, այո, որ լիներ ոչ միայն այդ հարցով 2004 թվականին մենք դրա հիմնավորումները բան ներկայացրեցինք, բայց նաև դա ծախսատար բանը գործ է։ Բայց հիշենք, մենք ում մասին ենք խոսում։ Խոսում ենք տվյալ երկրի օրենսդրությունը խախտած անձանց վերաբերյալ։ Եթե օրենքը խախտել է, արդեն դժվար է այդ անձին, ուրեմն այդ երկրում պաշտպանական համապատասխան պայմաններ ստեղծելն ու ապահովելը։ Իսկ ես ասում եմ, մինչև օրենքը խախտել է, որպեսզի աշխատանքային կցորդ եթե լինի, այդ խորհրդատվական, տեղեկատվական աշխատանքներով մարդիկ կապի մեջ լինեն եւ իրազեկված լինեն։ Կցորդը ավելի շատ ուրիշ գործով։ Այստեղ ամենակարևորը, որ միշտ բոլոր ուրեմն մենք միջոցներն օգտագործենք, մեր հորդորը, մեր կոչը, բնակչությանը մշտապես նորից հնչեցնենք, որ մինչև որևէ երկիր մեկնելը խնդրում ենք ձեզ տեղյակ եղեք այդ երկիր մուտք գործելու կարգի պայմանների մասին, այդ երկրում բնակվելու պայմանների, այդ երկրում աշխատանքային գործունեություն ծավալելու, որովհետև երկրների մեծ մասը թույլատվության համակարգ ունեն մինչև հիմա եվրոպական։ Սա է պետք միշտ մեր քաղաքացիներին ավելի լավը եւ ավելի ճիշտ է, եթե մեր երկրում այնպիսի պայմաններ լինեն, որ մարդիկ դրա կարիքը անհրաժեշտություն ունենան գնալու, հա, աշխատանքային միգրացիա էր, այստեղ աշխատանք գտնեն, գիտեմ որ գնում են շատերը գտնում են կամ չեն գտնում, հետո վերադառնում են, այստեղ են խնդիրների առջև կանգնում, կարծեմ ինչ որ մի այդպիսի նախաձեռնություն էլ կար, չէ՞, հետդարձ թե տունդարձ։ Տունդարձ։ Շատ կարևոր, ուրեմն կարևոր հարցի մասին ենք խոսում։ Այո, ոչ միայն աշխատանքային միգրանտներ, որոնք հաջողվել են կամ չեն հաջողվել ուզում են վերադառնալ Հայաստան եւ կան այդպիսի դեպքեր։ Նաեւ ուրիշ անձիկ են, ուրեմն էլի գալիս Հայաստան։ Ճիշտ է, մեծաքանակ չէ, բայց այդ թույլ արտահայտված այդ հոսքերը կան։ Սակայն հիմնականում սփյուռքահայեր, տարիքային տարբեր խմբերի, հա։ Եվ այդ անձանց օգնելու համար մենք անցած տարի մշակեցինք ինտերնետային տեղեկատվական համակարգ, որը տեղեկայված է համացանցում tundars.am ուրեմն հասցեով։ Կառավարությունը առանձին որոշում ընդունեց այդ համակարգի մշակման, սպասարկման կարգի վերաբերյալ եւ պետական 11 մարմիններ, նախարարություններ ներգրաված են այդ գործընթացում։ Ինչ է դա տալիս։ Նախ ուրեմն այնտեղ կա ոլորտային բաժիններ, որտեղ տեղադրված է վերադարձի հետ կապված այդ ոլորտի հենց ամենաբնորոշ հարցերը, հարց պատասխան, հանրամատչելի ոճով, հա։ Սա առաջի մակարդակն է, որտեղ անձը նայելով կարող է իր հարցի պատասխանը տեսնել։ Երկրորդ մակարդակը, եթե չտեսավ, նա կարող է իր հարցը կոնկրետ ուղղել հանրապետության պետական իշխանության համապատասխան մարմնին եւ այդ հարցը կհասնի այդ մարմնին։ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ այդ հարցին պիտի արձագանքվի, ինչպես Հայաստանում գտնվող անձի պարագանը նայդիում ներկայացնում, նույն 15 օրն է, հա։ Սա երկրորդ մակարդակը։ Եվ երրորդը Հայաստանում, երբ որ անձը բավարարված չի լինում պատասխանից, ինչ է անում, գալիս է ընդունելության, չէ՞, համապատասխան պաշտոնյայի մոտ։ Մեր համակարգը կարծես թե թույլ է տալիս այս ընդունելությունը նույնպես տեսակապի միջոցով։ Ցուցակագրվի, հաշվառվի, օր ժամ նշանակվի եւ նա տեսակապով ունենա Skype-ն է հիմնականում, բայց կարող է նաեւ այլ տեսակապի միջոցներ մենք դրա տեսակապ են գրել։ Դրա համար շատ կարեւոր է, որ անձիկ տեղեկացված լինեն այսպիսի գործիքի առկայության մասին, հա։ Իրենց ուզող հարցերը, ինչ հարց օրինակ, երեխան ինչ պատճառներով զինծառայությունից խուսափել է։ Շատերը մտածում են, ինչ է սպասվում։ Ինչ է սպասում, ինքը նամակը ուղի մեզ, կամ գույք ունի դրսում բնակվելու ընթացքում, Նիդերլանդներում, թե Վրաստանում, թե Ռուսաստանում։ Գույքը բերելուց ավտոմեքենա, մաքսազերծման հետ կապված հարցեր կա, թե չկա, տեսեք, շատ առօրեական, անմիջական հարցեր։ Կամ երեխան դպրոց չի գնացել, կամ գնացել է այլ ծրագրով, այդ լեզուներով դպրոց կա, եւ բազում կամ թոշակը չի ստացել, կամ հաշմանդամության խումբ է բաց թողել, լիքը հարցեր, հա։ Ես չեմ ասում միայն եթե այդ հարցերի մասին մենք ճշգրիտ տեղեկություն տվեցինք, ապա անմիջապես հոսքերը վերադարձին նկատվելու է, բայց ես վստահ եմ, որ սրանք խոչընդոտող հանգամանքներ են։ Գոնե մենք կարողանանք այդ խոչընդոտները հանենք, իրազեկենք իրենց, հա, դրանով օգնենք, քաջալերենք իրենց վերադարձը։ Դրա համար պիտի հորդորենք, որ մեր քաղաքացիները այցելեն ուրեմն համացանցի tundars.am հասցեում գտնվող այդ ինտերնետային կայքեջը, ինչպես բավականին տակեր է գեղեցիկ դիզայն կա, եթե չկեմ առիթ եղել է նայել եք թե չէ, այսօր էլ արդեն մենք ստանում ենք դիմումները, բայց այս գործիքը ավելի արդյունավետ, ավելի մեծաքանակ մարդկանց սրանով օգնենք։
Եղավ շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար, ցավում եմ մեր ժամանակը սպառվեց, հասկանում եմ նաև որ թեման շատ խորն է եւ բազմաթիվ էլի հարցեր կային, որոնց չհասցրեցինք անդրադառնալ, մասնավորապես ասենք այնտեղ գտնվող աշխատանքային միգրանտի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները, առողջապահություն, կրթություն, դիպլոմների ճանաչում եւ այլն, հազար ու մի խնդիրներ կան, բայց բավարարվենք այսօր այսքանով, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրներ, ես այսօր զրուցում էի տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ։ Լավ մնացեք։